Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը CV է, ինքնակենսագրական գործատուին աշխատանքի ընդունվելու ակնկալիքով։ Նրա հարցազրույցից միայն սա կարող է ենթադրել քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը։ Որտեղ եմ աշխատել, որտեղ եմ հիմա աշխատում, հոբին ինչ է, ինչ գիրք եմ կարդում, ինչ սպորտաձևով եմ զբաղվում, որպես CV եթե դիտարկենք, իհարկե այնտեղ պակասում են այն կարևոր հատկանիշները, որոնց մասին Քոչարյանը համեստաբար լռել է։ Պարոն Ղուկասյանը նկատում է, Ռոբերտ Քոչարյանը լռում է այն մասին, որ հայ ժողովրդի պատմության մեջ նա միակ քաղաքական գործիչն է, որին հաջողվել է պաշտոնավարման ընթացքում ձևավորել ամենամեծ կոռուպցիոն կապիտալը։ Տիգրան Մեծից սկսած առ այսօր որևէ գործիչ չի կարողացել իր պաշտոնավարման ընթացքում այդպիսի մեծ անձնական սեփականություն ձեռք բերել, ինչպիսին դա հաջողվեց Ռոբերտ Քոչարյանին։ Այն որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում անընդհատ հպարտանում է իր պաշտոնավարման ընթացքում հաջողություններով, Անդրեաս Ղուկասյանը կոչ է անում չմոռանալ։ Քրեական օլիգարխիայի ռեժիմի հիմնադիրը հենց նա է։ Միաժամանակ նա չի բացառում, որ պարոն Քոչարյանին կհաջողվի կրկին գալ իշխանության հիմք ընդունելով։ Խնամիությունը դա քաղաքական կատեգորիա է, թե ոչ, այսինքն Հովիկ Աբրամյանը եւ Գագիկ Ծառուկյանը արդյոք այդքան անհեռատես կգտնվեն, որ կսատարեն Քոչարյանի առաջադրմանը եւ այսպես ասած իրենց գլուխները կդնեն իր այդ սայլակին, որ ինքը հեծի իրենց եւ քշի որպես ձիեր այդ մեր քաղաքական դաշտում։ Իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը այս պահին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցով հանդես գալը պատահական չի համարում, սակայն նոր բան չի տեսնում դրա խոսքերում։ Տնտեսության զարգացում եւ անկումը թվերով չի որ բնորոշվում է։ Բնականաբար այսօր թվերի առումով այսօրվա զարգացումը շատ ավելի տեմպերը թույլ է կան այդ ժամանակաշրջանում։ Դա չեմ էլ կապում ոչ առաջին նախագահի, ոչ երկրորդ, ոչ երրորդ անձերի հետ։ Դա սովետական միությունից հետո ազատ շուկայական հարաբերությունները։ Իսկ արդյոք Լեռնիկ Ալեքսանյանը Ռոբերտ Քոչարյանին ցանկանում է կրկին տեսնել նախագահի աթոռին։ Մինչ իր կարծիք հայտնելը նա այս հարցում սպասում է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի եւ հավելում։ Ռոբերտ Քոչարյանը հեռատես եւ փորձառու քաղաքական գործիչ է